Արտյոմ, Աջան, պատրաստվում ես 21-ին։ այո, միանշանակ։ Այսօր ես կպատմեմ Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում Հայաստանը և կցանկանայի հետաքրքիր դիտում մաղթել ձեզ, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, լայքեր, մեկնաբանություններ թողեք և ավելի հետաքրքիր պատմություններ կիմանաք հայ ազգի մասին։ Նախորդ շնորհակալություն դիտելու համար։ 855 թվականին Հայաստանի զորքերը դուրս բերելուց հետո խալիֆայությունը ստիպված գնաց նոր զիջումների։ 859 թվականը Աշոտ Բագրատունուն տվեց նաև ողջ Արմենիայի հարկահանության իրավունքը, իսկ 862 թվականին նա ճանաչվեց հայոց վրաց և աղվանանց իշխանանց իշխան։ Աշոտ Բագրատունին հայոց սպարապետության պաշտոնը նույն տարում հանձնեց իր կրսեր եղբայր Աբասին։ Հայոց բանակի զորականների թիվը հասել էր արդեն 40,000-ի, ինչը լուրջ հայտ էր թագավորությունը վերականգնելու համար։ Շուտով միջազգային իրադարձության մեջ տեղի ունեցավ հայանպաստ մի փոփոխություն։ 867 թվականին Բյուզանդիայում գահ է բարձրանում հայ ազգի Վասիլ առաջինը, հիմնելով հայկական կամ մակեդոնական հարստությունը։ 869 թվականին հրավիրվեց հայ նախարարների և հոգևոր դասերի խորհրդաժողով կաթողիկոս Զաքարյա Ձագեցու նախագահությամբ։ Որոշվեց Աշոտ Բագրատունուն հռչակել հայոց թագավոր։ Որպեսզի այդ քայլն առաջ չբերի ռազմական առճակատման, ժողովը դիմեց խալիֆին, խնդրելով ճանաչել որոշման իրավականությունը։ 870 թվականին կանգնեցված արձանագրությունը Աշոտ Բագրատունուն հիշատակում է հայոց թագավոր տիտղոսով, զգուշանալով Հայաստանը Բյուզանդիայի կողմից անցնելու հեռանկարից։ Ի վերջո, խալիֆ Ահմեդ Աբուլ Աբբասը 885 թվականին Աշոտ Բագրատունուն թագ ուղարկեց։ Թագը ստացվեց նաև Բարսեղ առաջինից։ 885 թվականի օգոստոսի 26-ին Աշոտ Բագրատունին թագավոր օծվեց Բագարան քաղաքում, որն էլ դարձավ թագավորական առաջին մայրաքաղաքը։ Աշոտ I Բագրատունին 885-ից 890 թվականներին հաջորդեց Սմբատ I-ը 890-ից 914 թվականներին, որը մայրաքաղաք դարձրեց Երազգավորսը (Շիրակավանը)։ 893 թվականին Սմբատ I-ը պայմանագիր կնքեց Լևոն VI կայսրի հետ և սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն։ Նա 897 թվականին վրաց գայհերից իշխան Ատրներս Բագրատունուն ճանաչեց թագավոր և հիմնադրեց վրաց Բագրատունիների թագավորությունը և հիմք դրեց վրաց Բագրատունիների թագավորությունը։ 904 թվականին Սմբատ I-ն հաղթարշավով կատարեց դեպի Կովկասյան լեռները, եկեղեցի Կոնստանտին թագավորին պարտադրելով իր գերիշխանությունը։ Սմբատ I-ն վաստակեց տիեզերական պատվանունը։ Հասկանալով, որ հայերը անպարտելի են, երբ միասնական են, արաբները սկսեցին հայերին պառակտելու առիթ փնտրել։ Նման առիթ դարձավ արցունիների և սյունիների միջև ծագած վեճերը։ Նախճիվանի համար Սմբատ I-ը վեճը լուծեց հօգուտ սյունիների, ինչից դժգոհ մնացին Գագիկ Արցունու արաբները խոստացան թագադրել Սմբատ I-ի գահընկեց անելու ծրագրով։ 908 թվականին Վասպուրականի իշխան Գագիկ Արցունին թագ ստացավ արաբներից և հռչակվեց անկախ թագավորություն։ Այն գոյատևեց մինչև 1021 թվականներին։ 909 թվականին Վասպուրականի Յուսուֆ Ամիրը և Գագիկ Արցունին արշավեցին Սմբատ I Բագրատունու դեմ։ Ձգնվաճառի
ճակատամարտում Սմբատ առաջինը ծանր պարտություն կրեց և փակվեց Կապույտ բերդում։ Երկիրը երկարատև ասպատակության ենթարկվեց։ Սմբատ արքան դիմեց բանակցությունների, սակայն ձերբակալվեց և 914 թվականին գլխատվեց։ Ազատագրական պայքարը ղեկավարեց արքայազն Աշոտը, որը հետագայում արքա հռչակվեց Աշոտ II պատվանունով 914-ից 928 թվականներին։ Անկուն պայքարի արդյունք եղավ այն, որ 922 թվականին խալիֆը ստիպված էր Աշոտ երկաթին ճանաչել Շահընշահ արքայից արքա, հայոց և վրաց։ Աշոտ II երկաթից հետո գա բարձրացավ նրա եղբայր Աբասը 928-ից 953 թվականներ, որը Կարսը դարձրեց մայրաքաղաք։ Նա 947 թվականին Աղթամարից Կարս տեղափոխեց կաթոլիկոսության աթոռը, ինչը միտված էր երկրում կենտրոնական իշխանության հզորացմանը։ Աբաս արքային հաջորդեց Աշոտ III ողորմածը 953-ից 977 թվականներին։ Նրա օրոք հայոց զորքի զորականների թիվը հասավ 80,000-ի։ 961 թվականին անին հռչակվեց թագավորության մայրաքաղաք, որին առաջին պարսպաշարի կառուցումը ավարտվեց 963-ից 964 թվականներին։ Հաստատված խաղաղության ժամանակաշրջանում լավագույն օգտագործվեց երկրի շենացման ու բարգավաճման համար, հիմնվեցին գիտություններ և մշակույթի նոր կենտրոններ։ Դրանցից էին Աղպատի ու Սանահինի եկեղեցական համալիրները, որոնք կառուցվեցին Խոսրովանուշ թագուհու օգնությամբ։ Երկրի բարգավաճումը շարունակվեց նաև Աշոտ III հաջորդ Սմբատ II-ի օրոք 977-ից 999 թվականներին, որը 989 թվականին ավարտվեց ընդարձակված անիի նոր պարսպաշարի կառուցումը՝ սմբատաշեն պարիսպների կառուցումը։ Սակայն Աշոտ III և Սմբատ II-ի օրոք Հայաստանի քաղաքական կյանքում տեղի էին ունենում երևույթներ, որոնք ի վերջո տանելու էին պետության մասշտաբմանը։ Խոսքը նոր թագավորությունների առաջացման մասին է։ 963 թվականին Աշոտ III-ի եղբայր Մուշեղ, որը երկրի սպարապետն էր, հռչակվեց Կարսի կամ Վանանդի թագավոր, ճանաչվելով անիում իշխող եղբոր գերիշխանությունը։ Այդ թագավորությունը գոյատևեց մինչև 1065 թվականը։ 978 թվականին Գուրգեն Բագրատունու գլխավորությամբ բագրատուների մի նոր կրտսեր թագավորություն հիմնվեց Տաշիր ձորագետում, հայտնի է նաև Լոռու և Կյուրիկյանի անվանումներով, գոյատևեց մինչև 1113 թվականը։ Բագրատունիներից և արծրուներից որոշեցին հետ չմնալ նաև սյունիները։ 987 թվականին թագավոր ստանալով Խորասանի էմիրից Սյունիքի իշխան Սմբատ I-ը հռչակվեց անկախ թագավորություն, որը գոյատևեց մինչև 1170 թվականները։ Թագավորություններից բացի Հայաստանի տարածքում պահպանվել էին արաբական էմիրությունների Դվինի, Բեկիրի, Մանզակերտի, Աղձնիքի, որոնք անջատողական ձգտումներ ունեին։ Կենտրոնաձիգ հզոր թագավորություն ստեղծելու փորձ կատարեց Գագիկ I-ի օրոք 990-ից 1020 թվականների օրոք։ Հաջորդեց իր եղբայր Սմբատ II-ը։ Նա իրեն ենթարկելով կիսանկախ, նաև անկախացած փորձ կատարող իշխանություններ և թագավորություններ ստեղծեց յուրօրինակ դաշնային պետություն։
Այդ պատմագրության մեջ այն հայտնի է որպես ամենայն տուն հայոց, որի գլուխն էր կանգնած անիում իշխող արքայից արքան՝ Շահնշահը։ Նրա բանակի զորականների թիվը հասնում էր 100,000-ի։ Կառավարման այսպիսի համակարգը կարող էր արդյունավետ լինել, եթե մշտապես ապահով լիներ։ Այս համակարգը կարող էր միայն արդյունավետ լինել, եթե մշտապես ապահովեր անի կենտրոնական իշխանության գերազորությունը, սակայն բավական է, որ այն թուլանար, ենթակա թագավորություններն ու իշխանությունները անմիջապես գլուխ կբարձրացնեին անջատողական միտումների հիման վրա։ Գագիկ առաջինի օրոք երկիրը հասավ տնտեսական մեծ բարգավաճման, զարկ տվեցին կրթությունը, գիտությունն ու մշակույթը, կառուցվեցին նոր տաճարներ, որոնց ամենանշանավոր անի կաթողիկե մայր տաճարն էր, որը Թագուհի Կատրամիդեի մեկնասանությամբ կառուցեց հանճարեղ ճարտարապետական տրտատը։ Գագիկ առաջինից հետո գա բարձրացավ նրա ավագ որդի Հովհաննես Սմբատը 1020-ից 1041 թվականներ։ Անկախ վերջինիս դեմ գահակալական պայքար սկսեցին նրա կրտսեր եղբայր Աշոտ, որին սատարում էր Բյուզանդիան։ Զինված հակամարտությունները ավարտվեց մի համաձայնությամբ, ըստ որի Հովհաննես Սմբատը պետք է իշխեր Անիի և Արքունի ոստանի, իսկ Աշոտ չորրորդը մնացած գավառների։ Հովհաննես Սմբատը մահից հետո Անին ևս պետք է անցներ Աշոտ չորրորդին։ Անի կենտրոնական իշխանություն պառակտման անմիջապես տևեց իր բացասական արդյունքը։ 1021 թվականին վասպուրականի արքա Սենեքերիմ Արծրունին նեղվելով արևելքից կատարված ապստամբություններից իր թագավորությունը հանձնեց բյուզանդացիներին, փոխարեն ստացավ Սեբաստիայի շրջանն ու տեղափոխվեց այնտեղ։ Փաստորեն վերջացավ հզորության երկրորդ հայկական թագավորությունը։ Պայքարում ծագած ապստամբությունը ճնշելուց հետո Բյուզանդիայի կայսր Վասիլ II Տրապիզոնի բանակցություններում պահանջեց, որ Հովհաննես Սմբատ Բյուզանդիայի կտակի անի թագավորությունը, ենթարկելով կայսեր սպառնալիքներին և Բյուզանդիայի կաթողիկոս Պետրոս Գետնադարձի հորդորներին, Հովհաննես Սմբատը թագավորը կտակեց Բյուզանդիային, սակայն հակասում էր եղբոր հետ կնքած համաձայնությանը, սակայն Աշոտ չորրորդը որևէ քայլ չձեռնարկեց, քանի որ ժամանակին ինքն էր եղել Բյուզանդիայի հովանավորյալը։ Ահա թե ինչու կարող է հանգեցնել օտար ուժի հովանավորության ղեկավարումը։ Նույն 1041 թվականին մահացավ Աշոտ չորրորդը, ապա Հովհաննես Սմբատը կայսր պահանջեց իրականացնել կտակը։ Երգի ճակատագրի հարցը հայոց ավագանու բաժանեց երկու խմբավորումների։ Երգի Բյուզանդիայի միացնելու կողմնակիցներ կաթողիկոս Պետրոս Գետադարձի և Վես Սարգիսի Սյունու գլխավորությամբ պնդեցին հօգուտ կտակի կատարման։ Ի հակադարձ դրա, ազգային հայրենասիրական ուժերը Վահրամ Փահլավիի գլխավորությամբ որոշեցին գնալ զինված պայքարի։ Հաղթող դուրս եկավ երկրորդ խմբավորումը։ Հայաստանը թագավոր հռչակվեց Աշոտ չորրորդի որդի 18-ամյա Գագիկ II 1042-1045 թվականների կառավարմամբ։ Բյուզանդական զորքերը սկսեցին հարձակումները, որոնք հայերը մեծ հաջողությամբ ետ մղեցին։ Վասիլ II-ի հաջողված կայսր Կոնստանտին
Մոնոմախը բանակցությունների եւ նոր պայմանագրի կնքելու առաջարկով Գագիկ II-ին հրավիրեց Կոստանդնուպոլիս։ Երիտասարդ արքան ընդունեց հրավերը, հուսալով, որ ելք կգտնի ստեղծված իրադարձությունում, սակայն կայսրը դավադրաբար կալանավորեց Գագիկ II-ին, իսկ բյուզանդամետ ուժերը կայսրին հանձնեցին Բերդի բանալիները։ 1045 թվականին անկում ապրեց անի կենտրոնական թագավորությունը։ Որոշ ժամանակ անց գերված արքան ազատ արձակվեց և ստացավ Կիլիկիայի հյուսիսում գտնվող Պիզու քաղաքն իր գավառը։ Ուշագրավ է, որ նա մինչև 1080 թվականը պայքարում էր անիում թագավորության վերականգնելու համար, ընդ որում նա անգամ համաձայնություն էր եկել Սելջուկ իշխանությունների հետ, որ իր որդի Հովհաննեսը, ապա թոռ Աշոտ անիում թագավոր հռչակվեն, այն պայմանով, որ Բագրատունիների արքա դառնան մահմեդական։ Այդ ծրագիրը, սակայն, չիրականացավ։ Աբաս արքային հաջորդեց Աշոտ III ողորմածը 953-977 թվականներին։ Նրա օրոք հայոց զորքի զորականների թիվը հասավ 80,000-ի։ 961 թվականին անին հռչակվեց թագավորության մայրաքաղաք, որին առաջին պարսպաշարի կառուցումը ավարտվեց 963-964 թվականներին։ Հաստատված խաղաղության ժամանակաշրջանում լավագույն օգտագործվեց երկրի շենացման ու բարգավաճման համար, հիմնվեցին գիտություններ և մշակույթի նոր կենտրոններ։ Դրանցից էին Հաղպատի ու Սանահինի եկեղեցական համալիրները, որոնք կառուցվեցին Խոսրովանուշ թագուհու օգնությամբ։ Երկրի բարգավաճումը շարունակվեց նաև Աշոտ III հաջորդ Սմբատ II-ի օրոք 977-999 թվականներին, որը 989 թվականին ավարտվեց ընդարձակված անիի նոր պարսպաշարի կառուցումը, սմբատաշեն պարիսպների կառուցումը։ Սակայն Աշոտ III և Սմբատ II-ի օրոք Հայաստանի քաղաքական կյանքում տեղի էին ունենում երևույթներ, որոնք ի վերջո տանելու էին պետության մասնատմանը։ Խոսքը նոր թագավորությունների առաջացման մասին է։ 963 թվականին Աշոտ III-ի եղբայր Մուշեղ, որը երկրի սպարապետն էր, հռչակվեց Կարսի կամ Վանանդի թագավոր, ճանաչվելով անիում իշխող եղբոր գերիշխանությունը։ Այդ թագավորությունը գոյատևեց մինչև 1065 թվականը։ 978 թվականին Գուրգեն Բագրատունու գլխավորությամբ բագրատուների մի նոր կրտսեր թագավորություն հիմնվեց Տաշիր ձորագետում, հայտնի է նաև Լոռու և Կյուրիկյանի անվանումներով, գոյատևեց մինչև 1113 թվականը։ Բագրատունիներից և արծրուներից որոշեցին հետ չմնալ նաև սյունիները։ 987 թվականին թագավոր ստանալով Խորասանի էմիրից Սյունիքի իշխան Սմբատ I-ը հռչակվեց անկախ թագավորություն, որը գոյատևեց մինչև 1170 թվականները։ Թագավորություններից բացի Հայաստանի տարածքում պահպանվել էին արաբական էմիրությունների Դվինի, Բեկիրի, Մանզակերտի, Աղձնիքի, որոնք անջատողական ձգտումներ ունեին։ Կենտրոնաձիգ հզոր թագավորություն ստեղծելու փորձ կատարեց Գագիկ I-ի օրոք 990-1020 թվականների օրոք։ Հաջորդեց իր եղբայր Սմբատ II-ը։ Նա իրեն ենթարկելով կիսանկախ, նաև անկախացած փորձ կատարող իշխանությունները և թագավորությունները ստեղծեց յուրօրինակ դաշնային պետություն։ Հայ պատմագրության մեջ այն հայտնի է որպես ամենայն տուն հայոց, որի գլուխն էր կանգնած անիում իշխող արքայից արքան՝ Շահնշահը։ Նրա բանակի զորականների թիվը հասնում էր 100,000-ի։ Կառավարման այս համակարգը կարող էր միայն
արդյունավետ լինել, եթե մշտապես ապահովեր անի կենտրոնական իշխանության գերազորությունը, սակայն բավական է, որ այն թուլանար, ենթակա թագավորություններն ու իշխանությունները անմիջապես գլուխ կբարձրացնեին անջատողական միտումների հիման վրա։ Գագիկ առաջինի օրոք երկիրը հասավ տնտեսական մեծ բարգավաճման, զարկ տվեցին կրթությունը, գիտությունն ու մշակույթը, կառուցվեցին նոր տաճարներ, որոնց ամենանշանավոր անի կաթողիկե մայր տաճարն էր, որը Թագուհի Կատրամիդեի մեկնասանությամբ կառուցեց հանճարեղ ճարտարապետական տրտատը։ Գագիկ առաջինից հետո գա բարձրացավ նրա ավագ որդի Հովհաննես Սմբատը 1020-ից 1041 թվականներ, անկախ վերջինիս դեմ գահակալական պայքար սկսեցին նրա կրսեր եղբայր Աշոտ, որին սատարում էր Բյուզանդիան։ Զինված հակամարտությունները ավարտվեց մի համաձայնությամբ, ըստ որի Հովհաննես Սմբատը պետք է իշխեր Անիի և Արքունի ոստանի, իսկ Աշոտ չորրորդը մնացած գավառների։ Հովհաննես Սմբատը մահից հետո Անին ևս պետք է անցներ Աշոտ չորրորդին։ Անի կենտրոնական իշխանություն պառակտման անմիջապես տևեց իր բացասական արդյունքը։ 1021 թվականին վասպուրականի արքա Սենեքերիմ Արծրունին նեղվելով արևելքից կատարված ապստամբություններից իր թագավորությունը հանձնեց բյուզանդացիներին, փոխարեն ստացավ Սեբաստիայի շրջանն ու տեղափոխվեց այնտեղ։ Փաստորեն վերջացավ հզորության երկրորդ հայկական թագավորությունը։ Պայքարում ծագած ապստամբությունը ճնշելուց հետո Բյուզանդիայի կայսր Վասիլ II Տրապիզոնի բանակցություններում պահանջեց, որ Հովհաննես Սմբատ Բյուզանդիայի կտակի անի թագավորությունը, ենթարկելով կայսեր սպառնալիքներին և Բյուզանդիայի կաթողիկոս Պետրոս Գետնադարձի հորդորներին, Հովհաննես Սմբատը թագավորը կտակեց Բյուզանդիային, սակայն հակասում էր եղբոր հետ կնքած համաձայնությանը։ Սակայն Աշոտ չորրորդը որևէ քայլ չձեռնարկեց, քանի որ ժամանակին ինքն էր եղել Բյուզանդիայի հովանավորյալը, ահա թե ինչու կարող է հանգեցնել օտար ուժի հովանավորության ղեկավարումը։ Նույն 1041 թվականին մահացավ Աշոտ չորրորդը, ապա Հովհաննես Սմբատը կայսր պահանջեց իրականացնել կտակը։ Երգի ճակատագրի հարցը հայոց ավագանու բաժանեց երկու խմբավորումների՝ երկի Բյուզանդիայի միացնելու կողմնակիցներ կաթողիկոս Պետրոս Գետադարձի և Վես Սարգիսի Սյունու գլխավորությամբ, պնդեցին հօգուտ կտակի կատարման։ Ի հակադարձ դրա, ազգային հայրենասիրական ուժերը Վահրամ Փահլավիի գլխավորությամբ որոշեցին գնալ զինված պայքարի։ Հաղթող դուրս եկավ երկրորդ խմբավորումը։ Հայաստանը թագավոր հռչակվեց Աշոտ չորրորդի որդի 18-ամյա Գագիկ II 1042-ից 1045 թվականների կառավարմամբ։ Բյուզանդական զորքերը սկսեցին հարձակումները, որոնք հայերը մեծ հաջողությամբ ետ մղեցին։ Վասիլ II-ի հաջողված կայսր Կոնստանտին Մոնոմախը բանակցությունների և նոր պայմանագրի կնքելու առաջարկով Գագիկ II-ին հրավիրեց Կոնստանդնուպոլիս։ Երիտասարդ արքան ընդունեց հրավերը, հուսալով, որ ելք կգտնի ստեղծված իրադարձությունում, սակայն կայսրը դավադրաբար կալանավորեց Գագիկ II-ին, իսկ բյուզանդամետ ուժերը կայսրին հանձնեցին բերդի բանալիները։ 1045 թվականին անկում ապրեց Անիի կենտրոնական թագավորությունը։ Որոշ ժամանակ անց գերված արքան ազատ արձակվեց և ստացավ Կիլիկիայի հյուսիսում գտնվող Պիզու քաղաքն իր գավառը։
Ուշագրավ է, որ նա մինչև 1080 թվականը պայքարում էր անիում թագավորության վերականգնելու համար, ընդ որում նա անգամ համաձայնություն էր եկել Սելջուկ իշխանությունների հետ, որ իր որդի Հովհաննեսը ապա թոռ Աշոտ անիում թագավոր հռչակվեն, այն պայմանով, որ բագրատունիների առկա դառնան մահմեդական: Այդ ծրագիրը սակայն չիրականացավ։